Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը չի բացառում։ Աջակիցների հետ փակ հանդիպման ժամանակ որոշ փակագծեր բացեց։ Վերջնական որոշումը չունենք ֆորմատների, բայց մեծ հավանականությամբ նաև կմասնակցեմ։ Քոչարյանն այս մասին հայտարարեց աջակիցներից Հայկ Աթոյանի հարցին ի պատասխան անդրադառնալով Արման Թաթոյանի վերջին հայտարարություններին։ Ըստ Աթոյանի նախկին ՄԻՊ-ը թիրախավորել է Քոչարյանին, քանի որ Սերժ Սարգսյանն արդեն հայտարարել էր, որ հավակնություն չունի մասնակցելու 2026 թվականի ընտրություններին։ Այն, ինչ ասում է Արման Թաթոյանը, նշանակում է, որ ոչ ՀԱԿ-ը պիտի մասնակցի, որտեղ ՀԱԿ-ի առաջնորդը Տեր-Պետրոսյանն, ոչ հանրապետականը պիտի մասնակցի։ Նո աբսուրդ է։ Եթե կուսակցության ղեկավարը անձամբ ինքը ցուցակ չի մտնում, բայց կուսակցությունը մասնակցում է ընտրություններին, ուրեմն այդ մարդիկ փաստացի այո մասնակցում են ընտրություններին։ Միասնության թևեր քաղաքական նախաձեռնության հիմնադիր Արման Թաթոյանը, որը բարձր պաշտոններ է զբաղեցրել Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին, հայտարարել է, որ եթե նախկին նախագահներն ուզում են Փաշինյանի պարտությունը, ապա չպետք է մասնակցեն 2026-ի ընտրություններին։ Քոչարյանն ասում է, նախկինների ու ներկաների խոսույթը Փաշինյանի հիմնական զենքերից է։ Ինձ համար վերև անսպասելի էր այս թեմայի քննարկումը իր կողմից, ընդհանրապես անսպասելի է։ Որտեղ վերջին մի քանի տարվա ընթացքում ընդհանրապես իր ձենը չենք էլ լսել։ Եվ հանկարծ հայտնվում է այս խոսույթով։ Ես չգիտեմ, բայց իմ մոտ իհարկե եւս կասկածներ է առաջանում, թե արդյոք նպատակը ազնիվ է։ Արման Թաթոյանի գրասենյակից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։ Խոստացան զանգահարել, բայց մինչև օրվա ավարտ պատասխան չստացանք։ Սերժ Սարգսյանի թիմակից ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ասում է, Թաթոյանի հայտարարությունն անգամ չեն քննարկել։ Իսկ կուսակցությունը հունիսի 7-ի ընտրություններին մասնակցության որոշում դեռ չունի։ Մեր հնարավոր որոշումը ոչ թե կապված է այս կամ այն քաղաքական ուժի կամ նրա հետ հնարավոր մասնակցությունից, այլ կապված է քաղաքական պրոցեսներից եւ դրա տրամաբանություններից, եւ ըստ այդմ թե հանրապետականը իր մասնակցությամբ ինչ դեր կարող է խաղալ եւ ինչ խնդիրներ կարող է լուծել։ Տիգրան Աբրահամյանը Թաթոյանին եւ մյուսներին խորհուրդ է տալիս կենտրոնանալ ոչ թե իրենց կուսակցության, այլ իշխանափոխության վրա։ Իսկ Ռոբերտ Քոչարյանը վստահ է, որ 2026-ի ընտրություններում ԿՊ-ն չի կարողանա 50+ ձայն ստանալ։ Պլան B ես չունեմ ու չեմ էլ ուզում դրա մասին մտածել։ Եթե մենք ճիշտ աշխատենք, ԿՊ-ն վերընտրվելու շանս չունենալու։ Այսօր բոլոր հարցումներով երևում է ուղղակի չունի այն սատելիտը, որը իրենից ինչ որ բան է ներկայացնում, ինքը մենակով չի կարող հավաքել 50% ձայն, շատ ավելի քիչ է։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն այսպես է արձագանքում Քոչարյանի հայտարարությանը։ Ես կարծում եմ, մեր 50+-ի մասին մտածելուց առաջ ինքը նախ իր 4%-ի շեմը հաղթահարելու մասին պետք է մտածի ու շատ լուրջ կասկածներ ունեմ, որ կհաղթահարի Քոչարյանի թիմի այդ շեմը։ Եթե այդուհանդերձ ԿՊ-ն վերընտրվի փողոցային պայքար կսկսեն, Քոչարյանը խուսափեց պատասխանել այս հարցին։ Իսկ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում վստահ են, ինչպես 2021-ին, այնպես էլ 2026-ին կրկին կստանան մեծամասնության վստահության քվեն։